Արտաշատ Չշլացա խնդուն փառքիդ անցյալ ու հին փայլով երբեք, սիրեցի քեզ անքեն հոգիդ և երգերդ մեղմ ու բեկ-բեկ։ Վահան Տերյան Թոթափելով Սելևկյանների լուծը, Արտաշես առաջինը մեր թվարկությունից առաջ 189-ին իրեն հռչակեց մեծ հայքի թագավոր և իսկույն ձեռնամուխ եղավ հայկական հողերի միավորմանը։ Այն ժամանակ մեծ հայքից բացի կային ևս 3 հայկական թագավորություններ՝ Կոմմագենեի, Ծոպքի և Փոքր հայքի, որոնք բոլորն էլ միաժամանակ անկախ հռչակվեցին։ Արտաշեսին հաջողվեց մեծապես ընդարձակել երկիրը, դուրս գալ Սև և Կասպից ծովերի ափերը, բայց միասնական հայկական պետություն նրան վիճակված չէր ստեղծել։ Այդ իրագործեց նրա թոռը՝ Տիգրան Մեծը։ Արտաշեսը մեր ժողովրդի պատմության ընթացքում հանդես եկած քաղաքական և ռազմական ամենախոշոր գործիչներից էր։ Թագավոր դառնալով նա առաջին հերթին հիմնադրեց նոր մայրաքաղաք, կոչելով Արտաշատ։ Այժմ դժվար է ասել, թե երբ է դրվել քաղաքի առաջին քարը։ Ենթադրվում են տարբեր թվականներ՝ մեր թվարկությունից առաջ 189 թվական, 185 թվական, 166 թվական և այլն։ Նախընտրելին թերևս 189 թիվն է, քանզի, ինչպես մի քանի օտար պատմիչներ են միաբերան վկայում, քաղաքի կառուցման վայրը ընտրել է հին աշխարհի նշանավոր զորավարներից մեկը՝ կարթագենցի Հաննիբալը, իսկ նա Արտաշեսի մոտ կարող էր հռոմեացիներից ապաստանել հենց այդ թվականին։ Ըստ Պլուտարքոսի, Հաննիբալը բազմաթիվ օգտավետ գործերով խորհրդատու լինելով Արտաշեսին և նկատելով չօգտագործված ու անտեսված հարմարագույն ու խիստ հաճելի մի վայր, տեղում ուրվագծեց քաղաքի հատակագիծը։ Տեղանքն իրավի հոյակապ էր ընտրված։ Վեհափառ Արարատին ակնդետ բլուրները, որ լքված բնակատեղի էին, երկրի մայրաքաղաք լինելու ամենագեղատեսիլ վայրն էին։ Հետագայում այդ բլուրներից մեկի վրա կառուցված խորվիրապի վանքը հիացնում է իր անկրկնելի դիրքով։ Հայկական Կարթագենը, ինչպես Արտաշատն անվանեցին ժամանակակիցները, միասնական հատակագիծ է ունեցել, եղել է ժամանակի խոշորագույն և գեղեցկագույն քաղաքներից մեկը։ Նկարագրելով Արտաշատի հիմնադրումը, Խորենացին գրում է, որ Արտաշեսը բլուրը հավանելով քաղաք է շինում և իր անունով կոչում է Արտաշատ, Արաքսն էլ օգնում է անտառի փայտով։ Ուստի առանց դժվարության և արագ շինելով այնտեղ մեհյան է կանգնեցնում և բագարանից այնտեղ է փոխադրում Արտեմիսի արձանը և բոլոր հայրենական կուռքերը, բայց Ապոլոնի արձանը կանգնեցնում է քաղաքից դուրս ճանապարհին մոտ։ Երվանդի քաղաքի ամբողջ վայելչությունները, ինչ որ նա փոխադրել էր Արմավիրից և ինչ որ հենց ինքն էր շինել, բերում է Արտաշատ և ավելի շատ բան էլ իր կողմից շինելով սարքավորում է իբրև արքայանիստ քաղաք։ Արտաշեսը քաղաքը շրջափակում է հսկայածավալ պարիսպներով, բայց շուտով Արտաշատն այնպես է ընդարձակվում, որ դաշտավայրով մեկ սփռվում են նրա արվարձաններն ու այգիները։ Կառուցվում են նաև բազմաթիվ պալատներ ու տաճարներ և իհարկե քաղաքի պահապան Աստծուն՝ Անահիտին նվիրված մեհյան։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը դարձավ աշխարհակալ տերություն։ Արտաշատը մնացել էր պետության հյուսիսում և թագավորության կենտրոնական մասերում նոր մայրաքաղաք ունենալու պահանջ էր առաջացել, և Տիգրանը մեր թվարկությունից առաջ 80-ական թվականների վերջին հիմնադրում է Տիգրանակերտը։ Ստեղծվում է մի իրավիճակ, որ կարծես Տիգրանակերտը դառնում է ողջ թագավորության, իսկ Արտաշատը բուն Հայաստանի մայրաքաղաքը։ Հատկանշական է, որ Տիգրանը դրամահատարան ուներ և Տիգրանակերտում, և Արտաշատում։ Նրա օրոք ավելի է բազմամարդ դառնում քաղաքը, ուր բնակեցվում են հազարավոր արհեստավորներ ու առևտրականներ։ Արտաշատը բուռն զարգանում է նաև Տիգրան Մեծի որդու Արտավազդի օրոք։ Ըստ երևույթին, հենց նրա ժամանակ է կառուցվել Արտաշատի ամֆիթատրոնը։
Հռոմին դիմագրավելու նպատակով Արտավազդը դաշնակցում է պարթևներին եւ իր քրոջը կնության տալիս պարթևական թագաժառանգ Բակուրին։ Այդ առիթով տոնահանդեսներ եւ խնջույքներ են կազմակերպվում, որոնցից մեկի ժամանակ մեր թվարկությունից առաջ 53 թվականին, երբ պարթև Օրոդես արքան եւ Արտավազդը դիտում էին Յասոն Ողբերգակի եւ նրա խմբի ներկայացած Եվրիպիդեսի Բաքոսուհիները, ներս է մտնում Սիլլակ սատրապը եւ գետնին նետում սպարտակյա ստամբությունը դաժանորեն ճնշող հռոմեացի զորավար Մարկոս Կրասոսի գլուխը։ Նկարագրելով այդ պահը, Պլուտարքոսը ասում է, որ Արտավազդն ինքն էլ ողբերգություններ, ճառեր եւ պատմություններ էր գրում, որոնցից մի քանիսը պահպանված են եղել նաեւ Արտավազդից շուրջ 2 դար հետո ապրած Պլուտարքոսի ժամանակ։ Որքան քաղաքը ծաղկում էր ու շենանում, այնքան դեպի իրեն էր ձգում օտար ավարառուների։ 58 թվականին հռոմեացի Կորբուլոնը հարձակվելով հայոց աշխարհի վրա գրավում է Արտաշատը։ Ձմեռելուց հետո հռոմեացիները ուղղվում են դեպի Տիգրանակերտ, մինչ այդ կործանելով հռչակավոր քաղաքը։ Հռոմեացի պատմիչ Տակիտոսը այսպես է փորձում արդարացնել այդ բարբարոսական արարքը։ Արտաքսատան Արտաշատ հրդեհվեց, քարուքան դարվեց եւ հավասարվեց հողին, որովհետև պալիստների ձգվածության պատճառով առանց ուժեղ պահակազորի չէր կարելի պահել այն, ոչ էլ մենք այնքան ուժ ունեինք, որ զորքը բաժանվեր թե պահակազորն ուժեղացնելու եւ թե պատերազմը վարելու համար, իսկ թե մայրաքաղաքն անվթար մնար եւ առանց պահակազորի ոչ մի օգուտ եւ փառք չկար նրանից, որ քաղաքն առնված է։ Թե ինչպիսի հսկայական նշանակություն էր տալիս Հռոմը եւ նրա կայսր Ներոնը Արտաշատի գրավմանն ու ավերմանը, վկայում է նույն Տակիտոսը։ Այս հաղթության պատճառով Ներոնը բարձրաձայն ողջունվում է իբրև իմպերատոր։ Ծերակույտի որոշմամբ մաղթանք է կատարվում, որոշվում է արձաններ կանգնեցնել, հաղթակամարներ կառուցել, որ տոնական հայտարարվեն թե տարած հաղթանակի, թե այդ մասին հայտարարվելու եւ զեկուցելու օրերը, ինչպես նաեւ ընդունվեն այլ նման որոշումներ։ Բայց ընդամենը 7 տարի հետո Ներոնը ինքը 50 միլիոն դենար եւ բազմաթիվ հմուտ վարպետներ է տալիս Տրթատին ավերված քաղաքը վերականգնելու։ Ներոնի այս առատաձեռնությունն իհարկե պայմանավորված էր նրանով, որ հայ պարթևական միացյալ ուժերը Հռանդեայի մոտ հաղթեցին հռոմեացիներին եւ Ներոնին մնում էր ոչ միայն իր իսկ ձեռքով Հռոմում թագ դնել Տրթատի գլխին, այլև շռայլորեն ընծաներ մատուցել հայոց արքային։ Կայսեր ցանկությամբ քաղաքը պետք է կոչվեր Ներոնիա, սակայն այդ անունը շուտով մոռացվեց։ Նկարագրելով Տրթատի պատվին Հռոմում կազմակերպված շքահանդեսները, Դիոն Կասիոսը զարմացած ավելացնում է, որ մի անգամ Տրթատը ըմշամարտի եւ բռնցքամարտի տարրերից կազմված մենամարտ Պանկրատիոն դիտելիս, տեսնելով, որ մենամարտողներից մեկը վայր ընկնելուց հետո ծեծվում է հակառակորդի կողմից, բացականչում է. «Մարդն անարդար է, քանզի արդար չէ ընկնողին ծեծելը»։ Հաղթանակի հասնելու համար միջոցների խտրություն չդնող հռոմեացիներին իհարկե դա տարօրինակ պիտի թվար։ Վերականգնելով Արտաշատը, Տրթատն այն դարձնում է ավելի ճոխ ու մեծաշուք, մանավանդ որ տեսել էր հին աշխարհի ամենանշանավոր քաղաքներից մեկը՝ Հռոմը։ Շուտով հայոց գահին է բազմում Վաղարշ առաջինը։ Կարծես արդեն չգրված օրենք ու ավանդույթ էր դարձել, որ նոր թագավորը նոր մայրաքաղաք հիմներ, եւ Վաղարշը կառուցում է Վաղարշապատն ու այնտեղ տեղափոխում արքունիքը։ Բայց Արտաշատը, ինչպես Տիգրանակերտին, այնպես էլ Վաղարշապատին չզիջեց առաջնության դափնին։ Չանցած մի քանի տասնամյակ 163 թվին հռոմեացիները նորից են արշավում Հայաստան, պաշարում եւ համառ գրոհներից հետո գրավում Արտաշատը, կողոպտում ու ավերում։ Արտաշատը հեշտությամբ չի նվաճվել։ Խորվիրապի բլուրների դեռևս մակերեսային պեղումներից հայտնաբերվել են հազարավոր նետասլակներ, անկասկած քաղաքի համար արյունահեղ մարտեր են մղվել։
Պեղումների ժամանակ հնագետներին հաջողվեց գտնել նաև Արտաշատի քաղաքային դրամներ Արտաշատ մայրաքաղաք մակագրությամբ։ Դրամի մի կողմում պատկերված էր քաղաքի աստվածուհին Անահիտը, մյուս կողմում հաղթանակի թևավոր դիցուհին։ Այն փաստը, որ քաղաքի ավերումից և հռոմեացիների կողմից Վաղարշապատը մայրաքաղաք հռչակվելուց ուղիղ 20 տարի անց 183 թվին Արտաշատը հատել է հատուկ դրամ, վկայում է, որ անցած տասնամյակների ընթացքում այն կրկին հառնել էր մոխիրներից, վերաշինվել և շարունակում էր առաջնային դեր խաղալ ոչ միայն երկրի տնտեսական կյանքում, այլև միջազգային առևտրում։ Գտածոն հուշում է նաև, որ Արտաշատը ունեցել է քաղաքային ինքնավարություն, բայց 4-րդ դարի 30-ական թվականներին Դվին նոր մայրաքաղաքի հիմնադրումից հետո Արտաշատը անդարձորեն զիջում է դիրքերը։ 3 տասնամյակ անց Պարսից Շապուհ II արքան խաբեությամբ գերելով հայոց Արշակ II թագավորին արշավում է Հայաստան, ավերում Արտաշատն ու բազմաթիվ այլ քաղաքներ ու բերդեր։ Քաղաքին հասցված այս մահացու հարվածի մասին այսպես է պատմում Փաստոս Բուզանդը. «Եկան Արտաշատ մեծ քաղաքը, գրավեցին, նրա պարիսպները կործանեցին, այնտեղ էլ պահված գանձերը առան և ամբողջ քաղաքը գերեվարեցին։ Արտաշատ քաղաքից գերի տարան 40,000 տուն հայ։ Քաղաքի շինություններից փայտաշենները կրակ տվեցին, այրեցին, քարաշենները քանդեցին, նույնպես և պարիսպը։ Քաղաքի բոլոր շինվածքները հիմնահատակ կործանեցին, ոչ մի քար քարի վրա չթողին, քաղաքը բնակիչներից թափուր, անմարդի ավերակ դարձրին»։ Այնուհետև խաբեությամբ գերելով հայոց Արշակ II թագավորին 368-ից 69 թվերին արշավում է Հայաստան, ավերում Արտաշատն ու բազմաթիվ այլ քաղաքներ ու բերդեր։ Քաղաքին հասցված այս մահացու հարվածի մասին այսպես է պատմում Փաստոս Բուզանդը. «Եկան Արտաշատ մեծ քաղաքը, գրավեցին, նրա պարիսպները կործանեցին, այնտեղ էլ պահված գանձերը առան և ամբողջ քաղաքը գերեվարեցին։ Արտաշատ քաղաքից գերի տարան 40,000 տուն հայ։ Քաղաքի շինություններից փայտաշենները կրակ տվեցին, այրեցին, քարաշենները քանդեցին, նույնպես և պարիսպը։ Քաղաքի բոլոր շինվածքները հիմնահատակ կործանեցին, ոչ մի քար քարի վրա չթողին, քաղաքը բնակիչներից թափուր, անմարդի ավերակ դարձրին»։ Այնուհետև հայոց Պապ թագավորը և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը քանիցս ջախջախում են պարսկական զորքերին, վրեժխնդիր լինում Հայաստան աշխարհն արյան մեջ խեղդողներից, բայց Արտաշատն այլևս չի վերականգնվում և աստիճանաբար լքվում ու ամայանում է։ 7-րդ դարում երբեմնի մեծ ու ծաղկուն քաղաքի տեղում դեռևս գոյատևում էր մի փոքրիկ բնակավայր, որի բնակիչները զբաղվում էին որդան կարմիրի մշակությամբ։ 9-րդ դարի արաբ պատմիչ Բալազուրին Արտաշատն այդպես էլ անվանում է՝ որդան կարմիրի բնակավայր։ Իսկ արդեն 1403 թվականին իսպանացի դիվանագետ Ռյուի Գոնզալես Կլավիխոյի առջև փռված էին միայն հռչակավոր քաղաքի փլատակները։ Լեռան զառիվայրի վրա տեսանք մի ընդարձակ քաղաքի ավերակներ, ուր թվում էր, թե դարերից ի վեր բնակչություն չի եղել, և մեկ փարսաղ հեռավորությունից ամեն կողմից երևում էին այս մնացորդները։ Մեզ պատմեցին, թե դրանք այն առաջին քաղաքի ավերակներն են, որը ջրհեղեղից անմիջապես հետո հիմնել են Նոյն ու իր որդիները։ Երկար դարերի ընթացքում Արտաշատը երկրի ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական, առևտրական ու արհեստագործական կենտրոնն էր։ Գտնվելով միջազգային առևտրական ուղիների վրա, քաղաքն ապրանքներ էր ներմուծում հեռավոր Հնդկաստանից ու Ցեյլոնից, միջերկրականի ափամերձ երկրներից, ինքն էլ արտահանելով իր բազմահմուտ արհեստավորների ձեռակերտերը։
Արտաշատով էր անցնում նաև հռչակավոր Մետաքսի ուղին, որով Հնդկաստանից, Չինաստանից և Արևելքի այլ երկրներից առևտրականները երկար ճանապարհ կտրելով բերում էին բրինձ ու համեմունքներ, թանկագին քարեր ու գոհարեղեն, փղոսկր ու սև փայտ, բամբակ ու բամբակյա գործվածքեղեն, պերճանքի իրեր։ Իսկ Արտաշատից էլ այլ երկրներ էին արտահանվում հացահատիկ ու գինի, կապար, պղինձ, անագ, ոսկեթել ու ոսկեկար շորեր, ոսկյա ու արծաթյա սպասք, գեղարվեստական իրեր, բուրդ, կաշի, ձիեր ու ջորիներ։ Պլինիոսն ի թիվս Հայաստանից արտահանվող այլ իրերի ու բույսերի հիշատակում է ադամանտիս բույսը, որին առյուծը մոտենալիս ընկնում էր։ Հելլենիստական ժամանակաշրջանում Հայաստանում հաշվում էր շուրջ 50 արհեստ։ Մայրաքաղաք Արտաշատում կային բազմաթիվ գործոց տներ, որոնցում պատրաստված զենքերն ու զրահները, շքեղ զգեստները, կահ-կարասիներն ու պերճանքի առարկաները, բրուտագործական ու մետաղագործական արտադրանքը ոչ միայն ողողել էին քաղաքի շուկան ու խանութները, այլև հասել աշխարհի հեռավոր անկյունները։ Արտաշատի հատուկ թաղամասում էր մշակվում նաև որդան կարմիր ներկը, որը շատ մեծ պահանջարկ ուներ հին աշխարհում։ Երկար ժամանակ գիտնականները չէին կարողանում ճշտել աշխարհահռչակ քաղաքի տեղը։ Վեճը լուծվեց միայն մեր դարի 20-30-ական թվականներին, բայց դրանից հետո էլ կասկածները չէին փարատվում, և դեռ կես դար էլ պիտի անցներ, որպեսզի այստեղ հնագիտական աշխատանքներ սկսվեին։ 1900 թվականին հնագետները Առաքելյանի, Տիրացյանի և Խաչատրյանի գլխավորությամբ պեղումներ սկսեցին Խոր Վիրապի բլուրներում և շրջակա դաշտավայրում։ Արտաշատի ուսումնասիրությունը նոր է սկսվել, և հնեաբանների բրիչի ամեն հարվածը, ամեն մի գտածոն կլրացնի հայոց Կարթագենի մեծ ու խիստ գեղեցիկ քաղաք Արտաշատի պատմության էջերը, իսկ նորօրյա Արտաշատը պիտի նոր էջեր գրի այդ պատմության մեջ։ Ձայնագրող օպերատոր Վահան Նահապետյան, կարդաց Սամվել Ղազարյանը։